Ողջույն, հարգարժան տիկնայք եւ պարոնայք, Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է եթերում։ Մեր ալիքում հարցազրույց է եւ իմ այսօրվա հյուրն է Ռոբերտ Ղևոնդյանը, քաղաքագետ, հայկական խորհուրդ կազմակերպության փորձագետ։ Բարով եք եկել, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ հարցազրույցին ժամանակ տրամադրելու համար։ Եվ ուրեմն, պարոն Ղևոնդյան, նախորդին Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանի հետ միասնական էներգետիկ համակարգ ունենալու ապագայի մասին, ինչը կարծում եմ միանգամայն տրամաբանական է, բայց այստեղ ոնց որ կա այսպես սփռոցի, ոչ միայն սփռոցի վրա ինչ-որ բան, այլև սփռոցի տակ, եւ խոսքը մեր ատոմակայանի մասին։ Ալիևը խոսում է այն մասին, որ դե երբ այդ ատոմակայանը կփակվի եւ այլն, բնական է, այստեղ էլ խնդիր չի, այն որ 2036 թվականի դրությամբ այդ ատոմակայանը այո փակվելու է, որովհետեւ իր պիտանիության ժամկետն է սպառվում 36 թվականին, բայց Ալիևը չի նշում նոր ատոմակայանի կառուցման անխուսափելիության մասին, ինչը գոնե ես եւ դուք գիտենք, որ դա այդպես էլ պետք է լինի, եւ այս ամենն էլ ասվում է ռուս-ադրբեջանական նոր մի սկանդալի, որը մասշտաբներով այն ինքնաթիռային սկանդալի չափերին է սկսում հասնել, եւ սա էլ արդեն ռուսների մոտ է խանդ առաջացնում, որ այդ ինչա մեր Ռոսատոմի պրոյեկտի վրա է քարքցում եւ այլ, փորձենք հասկանալ նախ այս ընդհանուր համայնապատկերը դուք ինչպես եք տեսնում, համեցեք։ Նախ տեսեք, Ալիևը այնինչ ասում է ընդհանուր էներգոհամակարգի ձևավորման մասին, դրա մասին նախկինում ասել է նաև Փաշինյանը, ընդ որում Հայաստանում շատ էին մանիպուլյացիաները, թե Հայաստանը պատրաստվում է իր էներգոհամակարգի անջատիչը, այսպես ասած, ուղարկել Ադրբեջան եւ այլն, իհարկե իրականության հետ դա ոչ մի առնչություն չունի։ Խնդիրը, որպեսզի ավելի պարզ լինի մեր ունկնդիրների համար, խնդիրն այն է, որ էներգիայի հոսքեր, էներգետիկ ուրեմն փոփոխություններ, էներգետիկ արտահանումներ եւ ներմուծումներ Հայաստանը եւ Ադրբեջանը ունենալու են ընդհանուր էներգետիկ համակարգի միջոցով։ Ավելի կոնկրետացնելով, լարերով, որոնցով այդ լարերով մեծ մանուխներով եւ այլն հոսանքներ են գնալու եւ գալու։ Որտեղից են այդ հոսանքները գնալու եւ գալու։ Եվ պարզ է, որ այս պահին, քանի որ Հայաստանը ինքը ունի ատոմակայան եւ այս պահին Հայաստանը շատ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան սպառում է, գոնե ամռանը այդպես է, բնական է, որ դեպի Ադրբեջան հոսքը լինելու ավելի, քան Ադրբեջանից դեպի Հայաստան հոսքը։ Կոնկրետ էլեկտրաէներգիայի մասին է խոսքը։ Բայց գալու է նաև ժամանակ, օրինակ ձմեռ, երբ Հայաստանը կարող է ունենալ խնդիրներ ինքը իր կողմից սպառվող էներգիայի անբավարարության վերաբերյալ եւ Ադրբեջանը կարող է այդ ժամանակ ունենալ այլ էլեկտրաէներգիա, խոսքը Ադրբեջանի կողմից ներմուծված էլեկտրաէներգիայի մասին է, Ռուսաստանից, Իրանից եւ այլն, եւ կարող է Հայաստանը հետ ստանալ էլեկտրաէներգիա։ Սա նորմալ պրակտիկա է։ Հայաստանը եւ Վրաստանը ունեն նման պրակտիկա, Հայաստանը եւ Իրանը ունեն նման պրակտիկա եւ Հայաստանն ու Ադրբեջանն էլ բնական է, որ երբ լինի արդեն սահմանների բացում, լինի առևտուր, այդ առևտուրը վերաբերելու է նաև էլեկտրաէներգիային, ընդհանրապես էներգետիկ համակարգի, ոչ միայն նաև ջեռուցման, գերտակ գոլորշիներ եւ այլն նմանատիպ ապրանքներին, որոնք ժամանակ առ ժամանակ պետություններին պետք են գալիս եւ պետությունները ժամանակ առ ժամանակ ունենում են ավելցուկ, ունենում են ուրեմն խնդիրներ, որ պետք է լրացնել եւ միմյանցից գնում են տարբեր ժամանակներում։ Դա մի փոքր ավելի པարզելով նման է նրան, որ շատ հայեր, Հայաստանի քաղաքացիներ ունեն արևային կայաններ, ամռանը երբ շատ են էլեկտրաէներգիա արտադրում, տալիս են էլեկտրակայանին, ձմռանը դրա փոխարեն հետ են ստանում էլեկտրաէներգիա, կամ գիշեր-ցերեկ։ Այո, կամ գիշեր-ցերեկ այդ դրամաբանությամբ։ Հիմա Ալիևը խոսում է սրա մասին, Փաշինյանը եւս խոսում էր սրա մասին եւ սա իրականություն է դառնալու։ Հիմա ինչ վերաբերում է ատոմակայանին, այո, Ալիևը խոսում է Հայաստանում ատոմակայանի փակվելու մասին եւ չի խոսում նոր ատոմակայանի կառուցման մասին։ Սա ունի մի քանի պատճառ, թե ինչու նա դրա մասին չի խոսում։ Առաջին, նրա ինչին է պետք։
ինչու պետք է նախոսի Հայաստանում ատոմականի կառուցման մասին, դա պետք է մեզ եւ դրա մասին պետք է խոսենք մենք։ Ավելին ես նշեմ, որ ես ինքս տեսեք դուք ասում եք, որ իհարկե մենք գիտենք, որ պիտի նորը կառուցվի, բայց ես արդեն անհանգստանում եմ, որովհետեւ հին ատոմականի աշխատանքի մնացել է ընդամենը 10 տարի, նոր ատոմականի կառուցումը ամենակիչը մի 10 տարի լինելու է, տևելու է, հաշվի առնելով Հայաստանում ընդհանրապես նման մեծ մասշտաբի աշխատանքների ժամանակատարությունը, թեև ավելի կոնկրետ լինելու, ավելի ճշգրիտ լինելու համար նշեմ, որ կառուցվելու է ոչ թե նոր ատոմական, այլ ատոմականի նոր ռեակտոր, սա մի փոքր ավելի արագ է հնարավոր կառուցել, բայց բավական ժամանակ միևնույն է տևելու է։ Եվ նոր ատոմականի կառուցումը դեռ չի սկսվել, ավելին ասեմ, Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե դեռ չեն որոշել, թե ում հետ են կառուցելու այդ նոր ատոմակայանը։ Եվ սա իհարկե մտավախություններ մեզ մոտ առաջացնում է։ Ալիևին այս խնդիրները առանձնապես չեն հուզում, նա բացարձակ խնդիր չունի այստեղ խոսելու այն մասին, որ Հայաստանը նոր ատոմակայան է կառուցելու, եւ կա երկրորդ օրինակ պատճառ, եւ պատճառն այն է, որ Ալիևը չի ցանկանում իր ժողովրդին պատմել, որ Հայաստանը հաջողությունների է հասնելու։ Առանց այդ էլ այս NVIDIA-ի գործարանը, որ Հայաստանում կառուցվել է ու արդեն սկսում է աշխատել, բավական մեծ հուզումներ է առաջացել, եւ սոցցանցերը հետևում են Ադրբեջանում շատ անհանգստացած են, բա Հայաստանը զարգանում է, Հայաստանը առաջ է գնում, բա մենք հաղթեցինք Արցախը վերցրինք, բայց դա մեզ ոչինչ չտվեց, փաստացի Ադրբեջանը շարունակում է մնալ նավթ արտահանող պետություն, շարունակում է տեխնոլոգիապես հետ մնալ, Հայաստանը առաջ է գնում եւ այլն, եւ մի բան էլ Ալիևը այս ֆոնին պետք է վերցնի եւ հայտարարի, թե Հայաստանը նոր ատոմակայան է կառուցելու։ Իհարկե դա նրան պետք չէ։ Եվ երրորդ պատճառը կարող է այստեղ լինել այն, որ Ալիևը ակնհայտ մեսիջ է հղում միջազգային հանրությանը, որ այնքան էլ կարևոր չէ, որ Հայաստանը ատոմական ունենա, ահա էներգետիկ համակարգ է լինելու միասնական եւ Ադրբեջանը կարող է այդ Հայաստանի կարիքների որոշակի մասը բավարարել, գուցե այստեղ կարողանա ինչ-որ կերպ իր ազդեցությունը օգտագործել, մի փոքր ավելի հեռացնելու Հայաստանում նոր ժամանակակից ատոմականի կառուցումը, ինչը ակնհայտորեն բխում է Ալիևի եւ Ադրբեջանի շահերից, հաշվի առնելով, թե նրանք ինչպիսին են ուզում տեսնել տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության դերը։ Թեև էներգետիկ առումով հակառակը ցանկալի կլիներ, որ Հայաստանը Ադրբեջանի համար ցանկալի կլիներ, որ Հայաստանը ունենար նոր ատոմակայան եւ բնականաբար Ադրբեջանի հնարավորություններն էլ այդտեղ ավելի մեծ կլինեին միասնական էներգետիկ համակարգ ունենալու պարագայում, բայց քաղաքական կոմպոնենտը մենք պետք է անպայման հաշվի առնենք։ Այնպես որ նորմալ է, այդպես էլ պետք է լիներ, որ Ալիևը խոսում է ընդհանուր էներգետիկ համակարգի մասին, բայց չի նշում, որ Հայաստանը նոր ատոմակայան պիտի կառուցի, եւ նորմալ է, որ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի ատոմականը փակվելու է, որովհետեւ իսկապես այն փակվելու է։ Տեսեք, պարոն Ղևոնդյան, քանի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը ստորագրած չէ, սա դեռ դաշտ է պահում, որպեսզի Ալիևը այսպես ամբիվալենտ, ասենց երկակի ճառերով հանդես գա, ինչն էլ նաև մանևրի դաշտ է ապահովում տարբեր մանիպուլյացիաների համար։ Հասկանալի է Ալիևը ինչ է անում եւ ինչու է անում, բայց այս ամենը, այնինչ մենք քննարկում ենք ձեզ հետ միասին, տեղի է ունենում ռուս-ադրբեջանական ահագնացող ճգնաժամի ֆոնին, ինչ եք դուք այստեղ տեսնում։ Ես նշեմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ուղիղ պրոյեկցիա են ռուս-հայկական հարաբերությունների, որովհետև ակնհայտ է, որ Ռուսաստանը դիրքեր է կորցնում տարածաշրջանում։ Ընդ որում, եթե նախկինում, երբ ակնհայտորեն Հայաստանը ռուսական ֆորպոստ էր մեր տարածաշրջանում, Ռուսաստանը կարող էր թույլ տալ իրեն այդ դիրքերը կորցնել Ադրբեջանում, Վրաստանում եւ հետ բերել այդ դիրքերը Հայաստանի միջոցով, ապա ներկայում, երբ Հայաստանը փորձում է դուրս գալ որոշակի ճանապարհ արդեն անցել է Ռուսաստանի ֆորպոստի կարգավիճակից, այդ դիրքեր կորցնելը որևէ տեղում չեն փոխհատուցվում։ Ավելի պարզ ասենք, երբ Հայաստանը ակնհայտորեն Ռուսաստանին ներկայացնում է տարածաշրջանում, ռուս-ադրբեջանական խնդիրները մի օր մի փոքր ավելի խոր, մի օր մի փոքր ավելի նոսր, բայց այդ խնդիրները էականորեն ազդեցություն Ռուսաստանի տարածաշրջանում ներկայացության վրա չեն ունենում։ Երբ Հայաստանը այլևս չի ներկայացնում Ռուսաստանի շահերը տարածաշրջանում, այլ առանձին սուբյեկտ է եւ Ռուսաստանը ինքը խնդիրներ ունի Հայաստանի միջոցով տարածաշրջանում լինելու, ռուս-ադրբեջանական փոխհարաբերություններում ամեն մի հետքայլ Ռուսաստանին հեռացնում է ընդհանուր տարածաշրջանից եւ որևէ տեղ չկա, որտեղ կարելի է այդ հետքայլին համարժեք առաջ քայլ կատարել։
Եվ այստեղ պետք է նկատել, որ բավական լուրջ ներվայնություն, այսպես կանվանեմ, նյարդայնություն, ներվայնություն, չգիտեմ, հուզում է առաջացել Կրեմլում։ Այդ հուզման Հայաստանի վերաբերյալ Հայաստանի նկատմամբ դրսևորումները մենք անընդհատ տեսնում ենք, բայց Ադրբեջանի նկատմամբ դրսևորումները մենք տեսնում ենք նման քայլերում։ Ադրբեջանցիների ձերբակալություն հիշում ենք 1-1.5 տարի առաջ, չեմ սխալվում, ինչ որ 20 տարի առաջվա սպանությունների գործերով, որը որևէ առնչություն չունի ներկայիս գործընթացների հետ։ Հիմա արտաքսել են ադրբեջանական համայնքի ղեկավարին, ինքնաթիռի պատմությունը, խնդիրներ կան տնտեսական առումով եւ այլն, սահմանային խնդիրներ կան որոշակի։ Եվ բոլոր դեպքերում կարծես թե Ռուսաստանը մեղադրում է Ադրբեջանին նրանով, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, այն դեպքում, երբ Հայաստանում այլևս այդ նվազած ազդեցության վերականգնման հնարավորություններ Ռուսաստանը չունի։ Իսկ չունի ինչ պատճառով, այն պատճառով, որ հենց նույն Ադրբեջանը Ռուսաստանին զրկել է այդ հնարավորությունից Ղարաբաղյան երկրորդ պատերազմի եւ հետագա իրադարձությունների արդյունքում։ Այսինքն ստացվում է, որ Կրեմլը մեղադրում է Ադրբեջանին նրանում, որ մենք ձեզ աջակցեցինք, դուք ձեր ուզածը ստացաք, հիմա մենք պիտի դրա դիմաց ինչ-որ մի բան ստանանք կամ մենք պիտի դրա դիմաց գոնե որևէ բան չկորցնենք, բայց մի բան էլ մենք ենք կորցնում։ Այս իհարկե խոսքը նրա մասին չէ, որ ուղիղ այսպիսի արտահայտություններ են հնչում, խոսքը նրա մասին է, որ գործողությունների տրամաբանությունը հետևյալն է։ Այստեղ Հայաստանի գործողությունները, Հայաստանի դերակատարումը, ես կարծում եմ, այն է, ինչ մենք տեսնում ենք։ Այսինքն Հայաստանը որևէ կերպ պիտի այս հարցում որևէ զիջման չգնա, չնայի թե Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ հարաբերություն ունեն եւ այդ հարաբերությունների արդյունքում Ռուսաստանը ինչ է կորցնում, այլ պետք է փորձի պաշտպանել իր շահերը։ Ռուսաստանը այստեղ կկորցնի, բայց դա արդեն Ռուսաստանի խնդիրն է։ Արև Ղունձյան, այսօր կառավարության նիստից հետո վարչապետը իր հերթական կեպազրույցը անցկացրեց լրագրողների հետ, անդրադարձավ թե Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին եւ ատոմակայանին էլ նաեւ անդրադարձ եղավ, որ ատոմակայանի հարցում որևէ որոշակիություն այդպես էլ մենք չտեսանք, ամենայն դեպս որևէ նորություն չկար, այնինչ դուք էլ օրինակ ասում եք, չնայած այն ասվեց, որ ատոմակայանի հաշվարկային հզորությունը պետք է կոռելացիայի մեջ լինի այս արհեստական բանականության ֆաբրիկաների ցանցի պահանջվող հզորությունների հետ եւ դրանք, որոնց որ զուգահեռ պետք է զարգանան, հակառակ դեպքում այո, մենք բարձա որ էներգոդեֆիցիտի փաստի առաջ կանգնենք։ Իսկ Ռուսաստանի հետ կապված էլ մենք կարծեք թե այստեղ էլ էլի այն փափուկ բարձի մարտավարության հետ ոնց որ թե շարունակաբար գործ ունենք, որը շարունակաբար Ռուսաստանի կողմից ըստ էության չի ընդունվում, կարող ենք ասել մերժվում է եւ էմբարգոն շարունակվում է, հիմա չնայած հարցը, այսպես ասենք, հարթություն է փոխել իբր ֆիտոսանիտարական հարցեր կան, բայց Փաշինյանն էլ ասում է ինչը որ վերջանա եւ 100% էլ շուկան բացի, միևնույն է դիվերսիֆիկացիան տեղի ունենա։ Հիմա հարց ո՞նց։ Եթե էլի շուկան բացվում է, X բիզնեսմենը ինչա ստիպելու են դիվերսիֆիկացնի։ Գիտեք, ես այստեղ Փաշինյանի հետ համաձայն եմ, որովհետև ի վերջո հնարավոր չէ պետական կարգավորմամբ իրականացնել դիվերսիֆիկացում։ Պետությունը պիտի աջակցի, պիտի պայմաններ ստեղծի, պիտի հնարավորություններ ստեղծի, բայց պետությունը չի կարող ասել եկեք մի կողմը փակենք, որ մյուս կողմի շուկայում դուք ձեր ապրանքը վաճառեք։ Այստեղ խնդիրը հետևյալն է, պետությունը ինչքանով է հետամուտ լինելու, որ տնտեսվարողը իր ապրանքը հասցնի որոշակի որակական չափանիշների, որովհետև եթե այդ որակական չափանիշներին այդ ապրանքը հասավ, այսինքն եթե, չգիտեմ, մեկ կոնկրետ օրինակ վերցնենք, եթե գյուղացու կողմից արտադրած կամ աճեցրած ծիրանը լինում է այնպիսի որակի, որ այն կարելի է վաճառել ընդհանրապես 20 եվրոյով Եվրոպայում, եւ Եվրոպան ընդունում է դա, իհարկե սա պետությունը պետք է այնպես անի, որ Եվրոպան դա ընդունի, մեկ եւ երկրորդ գյուղացին կարողանա աճեցնել ծիրան, որի կիլոգրամը 20 եվրո արժենա, հասնի այն որակական չափանիշներին, որ այդ գնի լինի։ Այդ դեպքում այդ գյուղացին այդ նույն ծիրանը 5 եվրոյով Ռուսաստան չի վաճառի։ Բնական է, նա կտանի Եվրոպայում 20 եվրոյով կվաճառի։
այստեղ զուտ տնտեսական մրցակցության խնդիր պետությունը պետք է լուծի, ոչ թե պետությունը հույսը դնի, որ Ռուսաստանը մի փոքր ավելի երկար է իր շուկան փակելու եւ դրա արդյունքում գյուղացին ստիպված է լինելու իր 5 եվրոյանոց ապրանքի որակը բարձրացնել, որ վաճառի թե չէ կմնա իր վրա։ Իհարկե կա այստեղ խնդրի հակառակ կողմը, որ նույն 5 եվրոյով ապրանքը եթե Ռուսաստանում վաճառում է, գյուղացին շահագրգռված չէ, որ իր ծիրանը դառնա 20 եվրո։ Եվ այստեղ է պետության կարգավորիչ դերը։ Պետությունը պետք է կարողանա դնել այնպիսի պահանջներ, որ գյուղացին մի կողմից ստիպված լինի, մյուս կողմից գյուղացուն ձեռնտու լինի այդ նորարարությունները կատարել իր ծիրանի որական չափանիշները բերել հասցնել 20 եվրո արժողությամբ ծիրանի։ Թե ինչպես է դա պետությունը անելու, դա պետք է տնտեսագետները ասեն, բայց այդպես մակերեսային գնահատականով անհրաժեշտ է, որ նույն ցանկացած ոչ միայն գյուղացին ցանկացած ապրանքի արտադրության ժամանակ Հայաստանը չափանիշներ պարտադրելու հետ համատեղ, չափանիշներ սահմանելու հետ համատեղ, օրինակ ձեզ ասեմ, Հայաստան ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ օգոստոսի 1-ից սկսեց գործել Եվրասիական տնտեսական միության պարտադիր լիցենզավորման համակարգ, դա վերաբերում է օծանելիքին եւ ելի մի քանի տեսակի ապրանքների, բայց սա Եվրասիական տնտեսական միության խնդիրն է։ Հայաստանը եւս նման համակարգ պետք է ունենա, պետությունը եւս Հայաստան պետությունը եւս պետք է նման պահանջներ ներկայացնի, դա սա առաջին մասն է, որպեսզի արտադրողը ստիպված լինի գնալ, հիմա արտադրողը ստիպված է, օրինակ ներմուծողը Հայաստան օծանելիք ներմուծում է, ստիպված են օծանելիքը ներմուծում են, նմուշը տանում են, տալիս են, սպասում են որոշ ժամանակ, գումար են մուծում, ստանում են այդ սերտիֆիկատը։ Հայաստանը իր հերթին իր կարգավորումը այստեղ պետք է ներկայացնի, որ արտադրողը արդեն ստիպված լինի այդ որակի բարձրացման ճանապարհը անցնել։ Սա մի կողմ է։ Երկրորդ կողմը Հայաստանը միաժամանակ պետք է աշխատի արտաքին գործընկերների հետ, ոչ միայն ճգնաժամային պայմաններում, այնինչ արեց այս վերջին ամիսներին եւ բավական հետաքրքիր շուկաներ բացեց, այլ նաև նույն բաց շուկաների պայմաններում, ինչքան էլ որ Ռուսաստանի շուկան բաց է, ինչքան էլ որ Հայաստանից ապրանք Ռուսաստան գնում է, միևնույն է Հայաստանի պետությունը պետք է շարունակի աշխատել այլ շուկաների ուղղությամբ գրավչությունը մեծացնելու Հայաստանի գրավչությունը, Հայաստանում արտադրած ապրանքների գրավչությունը մեծացնելու ուղղությամբ, այդ թվում նաև գործընկերների հետ, Եվրամիության հետ, Մերձավոր Արևելյան երկրների հետ, գուցե Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրների հետ բոլոր այդ երկրների հետ պետք է աշխատի եւ փորձի առաջարկել հայկական ապրանքներ, որովհետեւ միևնույն է, եթե դրանցից մեկն անի, օրինակ աշխատի այդ շուկանից մեկի հետ, բայց այդ չափանիշների, այդ որակի բարձրացման չափանիշներին հասնելու գործը չանի, ապրանք չենք ունենա ուղարկելու։ Եթե հակառակը անի միայն մեկը որակի բարձրացման չափանիշները ներդնի, բայց չաշխատի այդ շուկաների հետ, մեր ապրանքները կլինեն ավելի լավ, բայց նորից կգնան Ռուսաստան, կգնան այնտեղ որտեղ գնում էին մինչև հիմա, ելի կգնան գուցե մի փոքր ավելի թանկ, բայց չեն գտնի նոր շուկաներ։ Այսինքն այս երկու հատվածներում եթե պետությունը շարունակի աշխատել, բաց է թե փակ է Ռուսաստանի շուկան, դա նշանակություն չի ունենա։ Տեսեք, պարոն Ռևոնդյան, տարբերությունը ռուսական շուկայի եւ այլ շուկաների դա լոգիստիկ ծախսերն են։ Եվ դրանք շատ ավելի շատ են, քան Ռուսաստանի պարագայում, քանի Հայաստանն ամբողջությամբ ապաշրջափակված չի, բայց մյուս կողմից էլ ռիսկերն են Ռուսաստանի հետ կապված մեծ, եւ ասենք X կամ Y բիզնեսմենը գնում համադրում է արդեն իր բիզնեսի ռիսկերը, ըստ այդմ, եւ հաճախ նախապատվությունը տալիս ռուսական շուկային։ Հիմա նոր այսպես լոգիստիկ շղթաների ձևավորման ժամանակաշրջան է։ Ինչ որ քայլեր էլ արվում են, բայց մենք այստեղ տեսնում ենք, որ մեր հեռանկարային շուկան այնուամենայնիվ մնում է եվրոպականը եւ մերձավոր արևելյան, հա, հենց մեզ մոտ, եւ դա որոշ ժամանակ էլ այդպես կլինի, քանի իրավիճակը Իրանի հետ կապված չի կարգավորվել այսպես հուսալի ձևով եւ այնտեղ ըստ էության չդադարող պատերազմ է։ Ինչ եք կարծում, ինչ հավելյալ քայլեր են այստեղ անհրաժեշտ, օրինակ վրացական նավահանգիստներում Ղազախստանն ունի, Ադրբեջանն ունի ռազմավարական ներկայություն։ Մենք տեսնում ենք, որ այդ նավահանգիստների կարևորությունը հասկանալով եվրոպացիներն ու ամերիկացիներն էլ եւս այսպես Անակլիայի նկատմամբ մեծ ուշադրություն ունեն։ Մինչդեռ Հայաստանի կողմից ոնց որ թե հետաքրքրություն էլ առանձնապես չկա։ Ձեր կարծիքը։
Գիտեք, ես ձեզ հետ չեմ համաձայնի, որ մյուս ուղղություններով մենք տարածության հետ կապված խնդիրներ ունենք։ Տեսեք, Երևանից մինչև Իրաքի սահման ուղիղ գծով 300 կիլոմետր է։ Երևանից մինչև Լարս ավելի հեռու է։ Երևանից Մոսկվան էլ չեմ ասում, ինչքան ավելի հեռու է։ Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Ռուսաստանը մոտ է, մյուս երկրները հեռու են, նույն Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ պարզվեց ելակի մեծ պահանջարկ կա, շատ մոտ է մեզ։ Արաբական Միացյալ Էմիրություններ թռիչքները ավելի էժան է շատերում, քան Մոսկվա թռիչքները Հայաստանից։ Այդ դա վերաբերում է նաև բեռի տեղերին, ոչ միայն մարդկանց տոմսերին։ Այստեղ խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Ռուսաստանը մոտ է, մյուս երկրները հեռու են, այլ խնդիրը նրա մեջ է, որ Ռուսաստան այդ ճանապարհները, այդ շուկան, ռուսական շուկայի տարբեր հատվածները եւ այլն արդեն յուրացված են։ Իսկ մյուս ուղղությունները դեռ նոր պիտի յուրացվեն։ Ճանապարհները արդեն պարզ են։ Օրինակ ես ինքս գիտեմ, թե ինչպես Երևանից ավտոմեքենայով գնալ մինչև Մոսկվա, բայց ինչպես Երևանից ավտոմեքենայով գնալ Իրաք գնալ Արաբական Միացյալ Էմիրություններ, չգիտեմ։ Ես կարծում եմ շատերը այդպես այդ ուղղությունը գիտեն, մյուս ուղղությունը չգիտեն։ Դա որովհետև կյանքի բերումով ստացվել է այդպես, որ այնտեղ շատ են գնում, այնտեղ շատ քիչ են գնում։ Այսինքն խնդիրը ոչ թե տարածությունն է, այլ խնդիրն այն է, որ այդ լոգիստիկ ուղիները յուրացված չեն։ Մեզ անհրաժեշտ է առաջին հերթին այդ լոգիստիկ ուղիները յուրացնել։ Առաջ նախ դեպի Մերձավոր Արևելք, բայց նաև դեպի Եվրոպա։ Եվ հենց սրա տրամաբանության մեջ ես ասես համաձայն եմ, որ Վրաստանում ունենալ սեփական ներկայություն, ընդ որում դրա մասին շատ էին խոսում նախկին էկոնոմիկայի նախարարներից ոմանք, բայց չգիտես ինչու այդ հարցը այդպես մոռացության մատնվեց։ Այս իշխանությունները բավական շատ հարցեր են այդպես մոռացության մատնել, եկեք հիշենք, որ 2018 թվականին խոսվում էր հայրենիք ուրեմն հանրախանութի մոտ էստակադա կառուցելու մասին, այսօր ոչ մեկ դրա մասին չի խոսում, ոչ ոք չի խոսում։ Հիշենք, որ 8 տարուց ավելի է անցել Աջափնյակի մետրոյի կառուցման հարցի վերաբերյալ խոսակցություններից, դեռ այնտեղ շինարարությունը փաստացի չի էլ սկսվել։ Եվ նույն ձևով խոսվում էր Գյումրիի 4 նավահանգստի մասին, որևէ նորություն չկա դրա մասին, խոսվում էր նավահանգիստ վարձելու մասին, Սև ծովում Վրաստանի տարածքում դրա մասին խոսք չկա։ Ես հույս ունեմ, որ ենթակառուցվածքների ապաշրջափակումը մի փոքր ավելի հեշտացնելու է այդ հարցը, այսինքն մենք ունենալու ենք հնարավորություն ոչ միայն վրացական նավահանգիստ, վրացական ափերով նավահանգիստ ունենալու, այլ գուցե ունենանք կամ Լաստանավ ունենալու, այլ գուցե ունենանք հնարավորություն ունենանք Տրապիզոնում ունենալու ներկայություն, Տրապիզոնում ունենալու Լաստանավ, ինչը էականորեն կհեշտացնի Հայաստանից ատողների, Հայաստան ներմուծողների խնդիրը, բայց նույնիսկ առանց դրա էլ սահմանների բացումը արդեն այդ լոգիստիկայի խնդիրները տասնյակ անգամներ կթեթևացնի Հայաստանի Հանրապետության համար, այնպես որ սահմանների բացման ուղղությամբ աշխատանքները այս պահին կարծում եմ առաջնային են ամեն դեպքում։ Դա չի նշանակում, որ Հայաստանը չպիտի փորձի այդ մեր նշած լոգիստիկ ուղիների յուրացման աշխատանքները իրականացնել։ Դա պետք է անել զուգահեռաբար, ընդ որում դա ես հույս ունեմ, որ քննարկման առարկա է օրինակ հայ-թուրքական ընդհանուր օրակարգերի քննարկման շրջանակներում, երբ սահմանը բացվի եւ երբ Հայաստանը եւ Թուրքիան կարողանան բեռների տեղափոխում իրականացնել, Հայաստանի համար պետք է հնարավորություններ ընձեռվեն, որ հայկական բեռները գնան հասնեն մինչև Տրապիզոնի նավահանգիստ կամ ոչ Տրապիզոն մեկ այլ նավահանգիստ Թուրքիայում։ Գուցե այս հարցը սեղանին է, ես դրա հույսը ունեմ։ Նույնը վերաբերում է նաև արևելյան հատվածին։ Տեսեք, մենք բազմաթիվ ներմուծումներ ունենք հատկապես Չինաստանից, բայց ընդհանուր առմամբ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից։ Եվ այդ ներմուծումները Իրանով հիմա քիչ են գալիս կապված Իրանի պատերազմի իրավիճակի հետ, շատ մեծ մասով գալիս են Ռուսաստանով, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան ճանապարհով։ Բայց եթե բացվում է Հայաստան-Ադրբեջան սահմանը, դրանք կարող են գալ նույն Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ճանապարհով, որը էականորեն կթեթևացնի, կարագացնի եւ լոգիստիկա Եվ նաև Կենտրոնական Ասիա, Կասպից ծով Ադրբեջան ճանապարհով, ընդ որում կա նաև մեկ այլ ճանապարհ, որից երբեմն օգտվում են հայ ներմուծողները, ես նշեմ, որ դա Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Հայաստան ճանապարհն է, այդտեղ շատ հետաքրքիր մի ուրեմն նյուանս կա, որի մասին ես ցանկանամ ասել, կա մի հատված Ղազախստանից Թուրքմենստան
ապրանքների տեղափոխման, Թուրքմենստան հետո Իրան տեղափոխման, որը անցնում է ադրբեջանական ջրերի մոտով կամ շատ մոտ ադրբեջանական ջրերի Կասպից ծովը։ Եվ հիմնականում այդտեղ կա շրջանցող բավական երկար ճանապարհ, այդ երկար ճանապարհով են անցկացվել հայկական բեռները, որովհետև ադրբեջանական կողմը բնականաբար թույլ չի տվել, որ հայկական բեռները անցնեն իրենց ջրերով կամ իրենց ջրերին հարող հատվածներով, կամ վտանգավոր է եղել, չեն ցանկացել ռիսկի դիմել։ Եվ բնական է, եթե սահմանը բացվի եւ Հայաստանն ու Ադրբեջանը սկսեն աշխատել, դա կարող է գալ Թուրքմենստանից հետո ոչ թե մտնել Իրանով պատտվել գալ Մեղրիով Հայաստան, այլ մտնել Թուրքմենստան, գուցե նաև Իրան, Իրանից միանգամից մտնել Ադրբեջան, եթե չեն ցանկանում Կասպից ծովը օգտագործել, որտեղ Կասպից ծովի օգտագործման հետ այնտեղ խնդիրներ կան մակարդակի անդադար փոփոխությունների պատճառով, բայց ցամաքային ճանապարհն էլ բաց կլինի Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան, Հայաստան ցամաքային ճանապարհ, եւ նորից էականորեն կթեթևանան լոգիստիկ ծախսերը։ Այդ չեմ ասում, որ եթե յուրացվեն դեպի Մերձավոր Արևելք գնացող ճանապարհները, եթե Չաբահար նավահանգիստի մասների Իրանի խոսվում, եթե այդ պրոյեկտը իրականություն դառնա, ապա այս ուղղությամբ եւս ես նորից նշեմ, հաշվի առնելով տարածությունը Հայաստանի եւ Ռուսաստանի, հետո Ռուսաստանը ասելով եկեք չմոռանանք, որ Ռուսաստանը Մոսկվան չէ, շատ դեպքերում հայկական ապրանքները գնում հասնում են մինչև Սիբիրի ամենավերջին հատվածները, որոնք տասնյակ անգամ, հարյուրավոր անգամ ավելի հեռու են, քան նույն եվրոպական երկրներում։ Եթե Չաբահար նավահանգիստը աշխատի, եթե աշխատեն լոգիստիկ ուղիները դեպի Մերձավոր Արևելք Իրանով, այս դեպքում իհարկե Իրանի պատերազմը պետք է ավարտվի այդ դեպքում, դրա միջ այդ, այս դեպքում ապրանքների արտահանումը կոնկրետ Մերձավոր Արևելյան երկրներ լոգիստիկ ծախսերի մասով շատ ավելի էժան է լինելու, քան արտահանումը դեպի Ռուսաստան։ Եվ վերջին հարցը, պարոն Ղևոնդյան, Հայաստանում էր Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը եւ Հայաստանը հետևողականորեն շարունակում է խորացնել իր պաշտպանական եւ ռազմատեխնիկական հարաբերությունները Հնդկաստանի հետ։ Սակայն ակնհայտ է, որ այլ ուղղություններով, ասենք տնտեսական համագործակցություն, տարբեր այլ ոլորտային միջպետական համագործակցություն, բիզնես համագործակցություն շատ թույլ է արտահայտված եւ ամենայն դեպս ասենք կարգերով հետ է մնում մեր թե քաղաքական երկխոսության մակարդակից, թե հենց պաշտպանական եւ ռազմական համագործակցության մակարդակից։ Եվ էլի պատճառը լոգիստիկան է, մինչդեռ խոսքը գնում է մի ահռելի անհատակ մի շուկայի մասին, նոր գիգանտ, նոր գլոբալ խաղացող, որի հետ մենք ֆիքսում ենք արդեն համախոհություն տարբեր միջազգային հարցերում եւ փոխադարձաբար իրար ուժեղացնելը բխում է երկուսի շահերից ապրիորի։ Այո։ Համեցեք։ Գիտեք, մեկ այլ պատճառ էլ կա, իհարկե լոգիստիկան խնդիր է եւ լոգիստիկան կապված է նորից Իրանի հետ, որովհետեւ Հնդկաստան-Հայաստան ցամաքային կապը ուզենք թե չուզենք Իրանի միջոցով է։ Այս դեպքում նույնիսկ կարելի է հույս չունենալ Ադրբեջանի հետ կապված հարցերում, որովհետեւ ի վերջո աշխարհաքաղաքական որոշակի տրամաբանություններ կան։ Եվ հուսանք, որ Իրանի պատերազմը կավարտվի այնպես, որ Իրանը կդառնա կապող օղակ եւ ոչ թե խոչընդոտող օղակ։ Դա շատ գործունեից է կախված, հիմա ուղղակի դրա մասին խոսելու ժամանակ չվատենք, դա այլ հարց է։ Ինչ վերաբերում է նրան, թե գլխավոր պատճառը որն է, որ Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության ոլորտը այսքան ավելի սերտ է, ուրեմն զարգանում համագործակցության ոլորտը պաշտպանությունում, քան մյուս ոլորտները։ Ես նշեմ, որ այստեղ կա մեկ այլ բան, բացի լոգիստիկան, բայց մինչ այդ ես ասեմ, որ շատ զարգացած է IT ոլորտը Հնդկաստանում, ընդ որում դա կապված է ոչ միայն հենց բուն Հնդկաստանի, այլև Միացյալ Նահանգներում հնդկական համայնքի հետ, որը սերտ հարաբերություններ ունենալով Հնդկաստանի IT ոլորտի ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքներ է իրականացնում եւ վերջին տարիներին թռիչքաձև զարգացել է IT ոլորտը։ Այստեղ լոգիստիկայի խնդիր փաստացի ցամաքային լոգիստիկայի խնդիր չկա, բայց միևնույն է Հայաստանը եւ Հնդկաստանը այստեղ էլ բավական հետ են այն հարաբերությունների մակարդակից, որը գոյություն ունի պաշտպանության ոլորտում։ Եվ ո՞րն է դրա գլխավոր պատճառը։ Դրա գլխավոր պատճառը իմ գնահատմամբ այն է, որ
Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության ոլորտում համագործակցությունը այո բխում է երկու երկրների շահերից, բայց խթանվել եւ խրախուսվել եւ շարունակում է խթանվել եւ խրախուսվել ոչ միայն մեր երկու երկրների կողմից։ Այստեղ ներդրում ունեն նաև այլ գործընկերներ, առաջին հերթին Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, որոնք 2021-22 թվականից սկսած էական ներդրում են ունեցել, որ Հայաստանը եւ Հնդկաստանը պաշտպանության ոլորտում զարգացնեն իրենց հարաբերությունները։ Եկեք հիշենք, որ բազմաթիվ արտադրատեսակներ, ռազմական ուրեմն ոլորտի արտադրատեսակներ, որոնք Հայաստանը ձեռք է բերել Հնդկաստանից, ունեն ֆրանսիական կամ ամերիկյան լիցենզիաներ։ Այսինքն Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները կարող էին արգելափակել դրանց վաճառքը Հայաստանին, բայց չեն արգելափակել, ընդհակառակը խթանել են դրանց վաճառքը Հայաստանի Հանրապետությանը։ Եվ սա բերել է այն հարաբերությունների մակարդակին, որը այսօր գոյություն ունի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ։ Մյուս ոլորտներում մենք նման հզոր զարգացած մեծ հնարավորություն ունեցող պետությունների կողմից նման խթանումներ չենք ունեցել։ Եվ դրա համար մյուս ոլորտները որոշակիորեն զիջում են ռազմական ոլորտում համագործակցությանը։ Դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք եւ սպասենք, թե երբ Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները Հնդկաստանին կխնդրեն կամ Հայաստանին կառաջարկեն ունենալ IT ոլորտում սերտ համագործակցություն Հնդկաստանի հետ։ Դա նշանակում է, որ մենք ունենք տնային աշխատանք եւ այդ տնային աշխատանքը կատարելու դեպքում կարելի է նաեւ այլ ոլորտներում եւս իրացնել այն մեծ պոտենցիալը, որը գոյություն ունի մեր երկու երկրների միջեւ։ Շատ շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հետևորդներին Ռուբեն Մehrabian-Թոք ալիքի թողարկումները դիտողներին փոխանցելու եւ ձեր ժամանակից մեր եթերին տրամադրելու համար Հաճույքով։ մինչ նոր հանդիպում եւ ամենայն բան։ Փոխադարձաբար։